Սցենարները շատ տարբեր կարող են լինել, մենք տեխնիկապես չեն կարող բոլոր սցենարները դիտարկել։ Այս պատերազմի մեջ Լարիջանի սպանությունը Իրանի համար կարծում եմ երկրորդ ամենախոշոր հարվածն էր, քաղաքական որոշում ընդունող էլիտայի այդպիսի ներկայացուցիչ փաստացիորեն Իրանը չունի։ Ավելին ասեմ, երբ որ կար Խամիենին, երբ որ Իրանը դեռ պատերազմի մեջ էլ չէր, Լարիջանի տեսակարար եւ գործնական կշիռը այդ պետության մեջ եղել է գրեթե անփոխարինելի։ Նաեւ մասնագիտության բերումով դեռևս 2000-ականներից ես իր այսպես քաղաքական ճանապարհը, իր կառավարչական ճանապարհը ուսումնասիրել եմ, ինք եղել է նաեւ իրենց օրենսդիր մարմնի ղեկավար, անվտանգության հետ կապված, օրգանապես կապված մարդ, հեղափոխությունների կորպուսի ղեկավար եւ այլն, այսինքն ինքը իրանական էլիտայի մեջ քաղաքական որոշումներ ընդունող խորքային պետության մեջ կարելի ասել անփոխարինելի մարդ էր։ Հետևաբար ենթադրելի է, որ այն մարդիկ են էլիտաները, ովքեր մնացել են եւ հատկապես Ռահբարի տղան, ով կարծես թե վիրավոր է, ըստ Արաքչիի թեթև վիրավորում ունի, պետք է հասկանան, թե դիմադրությունը կամ այս պատերազմին Իրանի հետագա քայլերը ինչպես են կազմակերպվելու կամ վերակազմակերպվելու եւ ով կարող է ոչ թե փոխարինել, այլ իրավիճակային լուծումների ներքո այսպես ստանձնել Լարիջանի լիազորությունների ու պատասխանատվությունների մի մասը։ Միգուցե դրանք բաշխվեն, որովհետեւ մինչեւ այս դեպքերը նաեւ կար այսպիսի այսպես լուր, որ տեղական դիմադրության օջախները, թե էլիտաների մակարդակով, թե ռազմական գործիչների մակարդակով, զինվորականության մակարդակով, իրենք ինքնուրույն որոշումներ են կայացնելու ի հակադարձում Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարձակումների։ Այսինքն նաեւ այդտեղ խնդիր այն էր, որ կար կոմունիկացիայի ու կապի խնդիր եւ իրենք պետք է ինքնուրույն վարվեն։ Հիմա կարծում եմ իրանական էլիտայում, քաղաքական էլիտայում, հիմա պետական էլիտայում, հիմա այսպիսի որոշումների ինչ որ վիճակներ են, քանի որ փակ համակարգը կռահելը բավական բարդ է, բայց իհարկե կան ինչ-որ մարդիկ, ովքեր մասամբ կարող են ստանձնել այդ այսպես Լարիջանի կարգավիճակից բխող լիազորությունների մասնաբաժինները։ ԱՄՆ-ի շահերից է բխում շարունակել այս պատերազմը։ Նախ ԱՄՆ-ն մի ուժային կենտրոն չի, այսինքն մի քաղաքական էլիտա չի այնտեղ։ Նայած ԱՄՆ-ը ասելով ինչ ենք հասկանում, ԱՄՆ-ում կան շահերի տարբեր խմբեր եւ ամենատարբեր խմբերի տեսանկյունից դրանք կարող են իրեն իհարկե չհամապատասխանող իրեն շահերի եւ նայեք, մի բանը պատերազմի մեջ մտնել է, մի բանը այն էլ Իրանի հետ, մի բանը այդ պատերազմից անընդհատ հաղթող ինքդ քեզ կոչելով դուրս գալը, երբեմն դա այսպես ժպիտ է առաջացնում, բայց այդ պոպուլիզմը ում է ուղղված, մեծ հաշվով հասկանում եմ, որ դա օրինակ ԱՄՆ-ի համար բավական ծանր բեռ էր, կախված դրանից թե արդյունքը ինչ է լինելու, իսկ եթե այս ընթացքում Իրանը հասցնի միջուկային հարստացման իր process-ները, այսինքն 11 մարտագլխիկների մի մասը գոնե հասցնի ռազմական պլուտոնիումի մակարդակի, իսկ Իրանը ունի հրթիռային համակարգեր, այդ դեպքում մենք ունենանք որակապես այլ վիճակ։ Ակնհայտ է, որ Իսրայելի շահերով առաջնորդվող Միացյալ Նահանգները ինչ որ մասով ենթադրում են, որ այսպես իր կանխատեսումներով սխալվելու արդյունքում նաև Իրանի մասով հասկացել է, որ միգուցե այսպիսի կոշտ գործիքակազմ պետք չէ կիրառել, բայց մտել են կռվի մեջ արդեն, չեն կարող դեմքները չպահել, հա, ու արդեն ծանր կործանիչներ են ուղարկում, այսինքն մեծ դրամաչափի, այսինքն խոցելիության, ծանր խոցելիության ռումբեր են օգտագործում եւ այլն եւ այլն։ Իսրայելը շարունակում է թիրախավորել էլիտաներին, Իրանը միայնակ փաստացիորեն կռվում է մի քանի տասնյակ պետությունների դեմ։ Անհավասար մարդ։ Ակնհայտ է, բայց Իրանը բոլորին էլ պետք է որ այս պատերազմը ավարտվի, բայց այստեղ կարևորը այն է, որ բոլորն էլ հռչակեն իրենց հաղթող, թե սեփական հասարակության մոտ, թե միջազգային մակարդակում, այո։ Իզուր չի որ Իրանի դիրքորոշումը շատ կոշտ էր ու հենց Լարիջանիում այսպես ձեռամփ էր նաև կոշտ, որ մենք որևէ բանակցություն չունենք որևէ մեկի հետ Արաքչի, այս վերջի շրջանում այսպես ինտերվյուների ժամանակ բազմաթիվ անգամ ասել է, որ մենք Միացյալ Նահանգների հետ չենք կարող գնալ բանակցությունների, միայն այն ելքով պետք է պատերազմը ավարտվի, որ Իսրայելը եւ ԱՄՆ-ն չկարողանան ռեսուրս ունենան վերսկսելու այդ պատերազմը։ Ես խիստ
կասկածում եմ, որ մյուս կողմը այդ այսպես տարբերակը կընդունի։ Պարոն Ղևոնդյան, նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը, երբ մեկնաբանում էր Մերձավոր Արևելքում էսկալացիան, ավելի ճիշտ անդրադառնալով TRIP նախագծին, Մերձավոր Արևելքում իրավիճակով պայմանավորված, ասում էր, որ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի համար գոնե այսօր TRIP-ը առաջնահերթություն չէ, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում եւ ինչ են նրանք անում։ Հիմա հնարավոր է, որ TRIP նախագիծը ձգձգվի կամ ընդհանրապես չեղարկվի։ Կախված է իհարկե իրանական պատերազմի ելքից, ինչպիսին կլինի, եթե լինի ցամաքային օպերացիա, ընդհանրապես այդ TRIP-ի ապագան կարծում կլինի խիստ մշուշոտ եւ նաեւ անիմաստ, եթե Ադրբեջանը մտավ պատերազմի մեջ, իրանք փորձելու են Սյունիքի հարավից Իրանի հատվածը վերցնել։ Այդ դեպքում Սյունիքի դերակատարումը, այսպես մենք խոսում ենք տեսական սցենարների մասին, դառնում է զերոյական, հա։ Մի քիչ տարօրինակ բան ասեմ, բայց Հայաստանի գործող վարչապետը այդ մասով այսպես հիմնավոր հարցադրում արել, այո, Միացյալ Նահանգներին այնքանով որքանով հետաքրքրում այդ խնդիրը, հիմա շատ ավելի կարևոր ու շատ ավելի մեծ դրամաչափի հարցադրումներ կան Իսրայելի, այդու նաև Ամերիկա-Իսրայել հարաբերությունների տեսանկյունից, որովհետև վերջերս առանձին այսպես օպերացիաների եւ առանձին քաղաքական դիրքորոշումների մասով էլ իրենց մոտ որոշակի տարակարծություններ այնուամենայնիվ երևում են, հա։ Ինչ վերաբերում է TRIP-ի հեռանկարին, գիտեք, խնդիրը որը պրոյեկտը կա, այդ պրոյեկտի տակ ստորագրողները կան եւ ամենակարևորը այն առումով, ում համար է TRIP-ը, նույն Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Եթե իրավիճակը չփոխվի, իրանք շարունակելու են այդ ռեսուրսը օգտագործել, հա։ Եթե իրավիճակը փոխվի, կամ այդ ռեսուրսը կօգտագործեն, կամ եթե Իրանում տեղի ունենա ցամաքային օպերացիաներ, ես կարծում եմ, որ Ադրբեջանը այնուամենայնիվ չի ուզում մտի պատերազմի մեջ, այնուամենայնիվ, հա, հասկանում որ գինը, արժեքը շատ մեծ կլինի, ու իդեպ խոսքը միայն Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին չի խոսքը, Ադրբեջանը ունի նաև հյուսային այլ հարևաններ, այնպես որ այդ TRIP-ի մասին ընդհանրապես կարծում եմ բոլորը մոռացել են, որտեղ օրակարգերը շատ ավելի կոշտ են ու շատ ավելի վտանգավոր, հա։ Այդ նախագծի ձգձգումը կամ եթե անգամ չեղարկվում է, իհարկե պատերազմի ելքից կախված էլի, դա ռիսկ է թե հակառակը հնարավորություն Հայաստանի նայած ում համար եւ նայած ինչ կոնտեքստում։ Իրականում այդ TRIP-ի թեման խաղաղություն վաճառելու թեմայի շրջանակում է դիտարկում Հայաստանում, իսկ գործող վարչապետի խնդիրը TRIP-ը վաճառել հասարակության վրա նախընտրական շրջանում, հա, այսինքն նայեք մենք այլևս իրար հետ կոմունիկացիոն ազատ, այսպես առաջապատումների մեջ ենք եւ այլ, հետո որ խաղաղություն եւ այլ, գիտեք էլի շատ չմանրամասն եմ, հա։ Այնպես որ նայած ում համար եւ նայած ինչ տեսանկյունից, այստեղ խնդիրը նաեւ այն է, որ այնուամենայնիվ այդ փաստաթղթերը ստորագրված են։ Այսինքն կա այդ փաստաթղթը, նախաստորագրված, բայց կա։ Եթե երկրում ընտրություններից հետո իշխանություն փոխվի, այդ իշխանությունը ինչ-որ մի լուծումներ պետք է ինչ-որ հանձնառությունների տակ մտածը, արդեն մտածը, չի կարա չեղարկի։ Պետք է ինչ-որ խելացի դիվանագիտություն օգտագործեն երաշխավորների ինստիտուտներով, միջնորդների ինստիտուտներով, որ իրավիճակը փոխեն գոնե այն ռիսկերը, որոնք ակնհայտորեն կան, ակնհայտորեն, հա, սպառնալիքներ են դրանք ռիսկեր չեն, դրանք չեղարկվեն կամ զերոյացվեն կամ զսպվեն, հա, եւ այլն։ Ես առնվազն մի ռիսկի մասին ասեմ։ Ադրբեջանցիները մտնելու են առանց ամենապահների, հա, այսինքն առանց ԿՊՊ-ում կանած հայ զինվորականների եւ դուրս են գալու Հայաստանի տարածքով, հա, դրանից բխող տարբեր հետևանքներով։ Իհարկե միակ խնդիրը դա չի։ Գանք ներքաղաքական իրադարձություններին, սկսենք սահմանադրության նոր տեքստից, որը պատրաստ է, բայց այս պահի դրությամբ փաստացի, ինչպես արդարադատության նախարարն է հայտարարել, քննարկվում է կառավարությունում, քննարկվում է նաեւ իշխող խմբակցությունում եւ նաեւ ինչպես հասկացա կուսակցության վարչության նիստում պետք է քննարկվի։ Դեռ նախորդ շաբաթ, իհարկե մեկ տարի առաջ էր Նիկոլ Փաշինյանն ասել, որ պետք է սահմանադրության նոր տեքստում չլինի անկախության հռչակագիրը, մեկ շաբաթ առաջ էլ վերահաստատեց իր այդ կարծիքը, բայց նշեմ, որ սահմանադրական բարեփոխումների նիստում դեռ նույնիսկ չի էլ քննարկվել անկախության հռչակագրի հարցի հռչակագրի դրույթը հանելու պահը սահմանադրությունից, բայց Փաշինյանից կա արդեն այդ եթե կարող եմ ասել ցուցում կամ հրաման, սա արդյոք իսկապես կարելի է դիտարկել որպես ցուցում այդ խորհրդի անդամներին, որ պետք է օրինակ կողմ քվեարկել այդ դրույթի հանելուն, եւ եթե իսկապես անկախության հռչակագիրը հանում են, որում կա Լեռնային Ղարաբաղի վերամիավորման վերաբերյալ դրույթ Հայաստանի հետ, դա ինչ է նշանակում Հայաստան պետության համար։ Նախ հրահանգը, ես կասեի, հրահանգը եկել է ոչ թե Երևանից ԽՊԻ ներկայացուցիչներին, այլ եկել է Անկարայից եւ Բաքվից, եւ Հայաստանի գործող վարչապետը, այսպես գլուխը կախ ցուցումով աշխատում է,
նորություն չի, դա այդ մասին մենք բազմաթիվ անգամներ ենք խոսել, իրականությունը ինքն էլ է հավաստում դրա մասին, որ այսինքն մենք պետք է այս պետությունների հետ հարաբերվենք, հետեւաբար իրենց բոլոր կապիտուլյացիոն պահանջները, որոնք առաջադրվում են մեր նկատմամբ, մենք պետք է առանց քննարկելու իրողություն դարձնենք։ Կապված ներածության հետ ես երկու ծանոթ եմ ներքին գործերի նախարարուհու տեքստին, այո, կա սահմանադրական որևէ, այսպես ասած, սևագիր տարբերակ, հա, նախա նշված, դա որոշակի արարողակարգային process-ներ անցնելու տարբեր կուսակցական, չգիտեմ, կառավարչական տարբեր շրջանակներում, հա, բանը ուղղակի կանոնադրական, այսպես ասած, ընթացքային process-ներ են, հա։ Ինչ վերաբերում է անկախության հռչակագրին, անկախության հռչակագրի թեման վաղուց որոշված է, իհարկե չի լինելու, որովհետև կա հրահանգ, այդ հրահանգի տակ մարդը աշխատում այստեղ փակագծեր հավելյալ բացելու օրակարգեր չկան, ակնհայտ է օրը ցերեկով մարդը հայտարարում է, որպեսզի մեզ այսպես ասած ընդունեն որևէ ձև, ինչպես մենք իրենց շահերին համապատասխանում, մենք պետք է միակողմանի գնանք այսպիսի զիջումների։ Խնդիրը այստեղ իհարկե միայն այն չի, որ այդ զիջումները այսօրվա Հայաստանի հետ են, դա ընդհանրապես Հայաստանի հարատեվության հետ է կապված։ Իսկ երբ որ դու քո համանդրությունից անում ես այն ինչ որ հանում ես, իսկ Արցախը հայրենիք է, ցեղասպանության հետ կապված այդտեղ կետեր կան եւ այլն, դու դադարում ես, նու իսպարես դադարում, իրավունքի տեսանկյունից է սուբյեկտիվության որևէ բնորոշիչ, որևէ ցուցիչ դադարում է իդեմս քեզ գոյություն ունենալ, հերանեկարում քո ազգային շահերի տեսանկյունից։ Ինքը լուծարում է այն, ինչ որ կարող էր Հայաստան ուժեղ պետության համար, ուժեղ պետություն ունենալու տեսանկյունից ռեսուրս լիներ, եւ շատ լավ հասկանում այդ ամենը։ Իսկ ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ փաստացի հայտարարվում է, որ նախ իշխող ուժը կծանոթանա այդ տեքստին, հետո նոր միայն կներկայացնեն ժողովրդի դատին։ Դե դրամաբանական ասեմ ավելին, այդ իշխող ուժի այդ իմիտացիոն դեմոկրատիան, հա, որ այդ ուժում կան, կամ այդ ասենք իրանց ցուցակներ էին հրապարակում, ովում օկտինա քվեարկել չի օգտվել, դա ինչ է իմիտացիոն դեմոկրատիա։ Կառավարության հավաքարարից սկսած մինչև երկրում տեղի ունեցող ամենատարբեր process-ներ միլպետի նշանակում գնում է ուղիղ կառավարության ղեկավարի ձեռի տակով։ Մի զարմացեք, որովհետև կառավարության հավաքարարը կարա այս կամ այն կերպ անվտանգային ռիսկերի հետ կապված դերակատարում ունենա։ Այդ մարդը փորձում է տոտալ վերահսկողություն իրականացնել եւ հասկանում եմ, շատ հասկանալի է իր վախերը որտեղից են գալիս։ Այսօր տեղի ունեցավ Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության ծրագրի շնորհանդեսը, այնտեղ նաև արհեստական բանականության միջոցով գեներացվել էր Սամվել Կարապետյանի ելույթը եւ մենք լսեցինք, թե փաստացի ինչ ուղղություններով է նա տեսնում զարգացումը, անվտանգության ապահովումը, խաղաղության ուժեղացումը եւ առհասարակ կուսակցության ծրագիրը նախատեսում է 3 հիմնական ուղղություն՝ ուժեղ բանակ, խելացի դիվանագիտություն եւ տնտեսական անկախություն։ Գիտեք, որ իշխանությունները շատ կասկածամտորեն են վերաբերվում Սամվել Կարապետյանի ուժին։ Դուք ինչ դիտարկումներ ունեք, ինչ հնարավորություններ ունի այս ուժը եւ իսկապես սա ուժեղ խաղաղության ծրագիր է, այլընտրանք Փաշինյանի։ Այն առաջարկները, որոնք ես լսեցի, կամ այն թեմաները, ինչի մասին որ խոսում էր Ուժեղ Հայաստան կուսակցությունը, իսկ դա հանրային պրեզենտացիա էր, այնտեղ այսպես կարմիր գծով կար ռեալ պոլիտիկ ասած, այսինքն իրական քաղաքականությունը ինչ է, ուժեղ պետություն կառուցելու համար ինչ քայլեր են պետք, եւ այդ ամենը adekvat մարդու, պետությունից հասկացող մարդու, անվտանգության մասին պատկերացումներ ունեցող մարդու, բիզնեսում հաջողություններ կամ բիզնեսի մասին պատկերացում ունեցող մարդուն շատ հոգեարազատ է։ Տրամաբանական է, որ պետք է ունենաս հաջողված տնտեսություն, որպեսզի կարողանաս ունենաս ուժեղ բանակ եւ ակնհայտ է, որ միայն բանակով, այսինքն միայն զինված ուժերով եւ ռազմական ներուժով խնդիրներ չես կարող լուծել, դրա համար պետք է իհարկե դիվանագիտություն։ Այն ինչի մասին հարայնացվեց, դա adekvat այսպես ռեալ պոլիտիկի դաշտից, այսպես քաղաքական ռեալիզմի դիրքերից պրեզենտացիա էր, հետաքրքիր առանձնա այսպես տարբերակիչ գծերը նրանում էին, որ փորձել էին տարբեր տիպի էքսպերտների մոտեցումներ, այդ նաև ամենահետաքրքիրները, որ դրանք հիմնականում արևմտյան էքսպերտներ էին եւ այստեղ մեր այսպես մեծ վաստակ ունեցող հետախույզներից մեկի ներգրավվածությամբ այդ ամեն ինչը արվել, որոշակի փաթեթ պատրաստել, օբյեկտիվորեն հասկանալի է, որ այդ փաթեթը չպետք է շատ հանրայնացվի, որովհետև կապված է ռազմական անվտանգության ոլորտի հետ, բայց այն թեմաները, ինչի մասին ենք խոսում, դրանք շատ իրատեսական թեմաներ են, հաշվի առնելով օրինակ իրանական եւ ուկրաինական քեյսերը, այսինքն սպառնալիքների բնույթի տրանսֆորմացիա եւ այլն։ Ես X-ը լինելով անվտանգության ոլորտի հետազոտությունների հեղինակ, հասկանում եմ այն ամբողջ շղթան, ինչի մասին ենք խոսում
փորձում էին, բայց այդ շղթան պետք է ներքևներում, այսինքն քաղաքական ասֆալտի վրա, քաղաքացիների հետ հանդիպումներում մանրամասնել ու բացատրել։ Ակնհայտ է, որ միայն ուժեղ պետությունը կարող է իր քաղաքացիների անվտանգությունը ապահովել եւ մուրացիկը չի կարող կայունություն կամ խաղաղություն բերել։ Սովորաբար մուրացիկի խաղաղությունը դա ստրուկ դառնալն է։ Դա բացարձակ հայտնագործություն չի, դա աստվածաշնչյան ճշմարտություն է։ Դա անգամ ինչ ասեմ 5000 տարի առաջ Պելոպոնեսյան պատերազմների ժամանակվա ճշմարտություն է, հա։ Հիմա մեր քաղաքացիները պետք է այդ առումով ավելի զգոն լինեն, որտեղ իրենց կերակրում են կեղծ այսպես խաղաղության թեզերով, որը իրականում կապիտուլյացիա է։ Ուժեղ Հայաստանը փորձում է այդ առումով բան անել, բեկում մտցնել, իսկ իրենց հանրայնացման աստիճանը ինչպիսին է աջակցության չափը շատ ինտուիտիվ կարող եմ ասել, որ սոցհարցումների տվյալներ չունեմ այս պահի դրությամբ, բայց ռեյտինգը հստակ աճող է, կարծում եմ անվտանգության բլոկի ներմուծումը, իսկ մինչև այդ իրենց տնտեսական բլոկներ կգա լրամշակելու եւ լրացնելու, որտեղ մարդկանց մոտ լիքը հարցեր են առաջանում, ինչ եք միայն տնտեսություն ես խոսում, մենք կարևոր է թե իրենց սպիկերները ովքեր են լինելու, ոնց են կարողանալու այդ ամեն ինչը հասարակությանը մատուցեն, ու եթե կարողանան ասֆալտի վրա, կարծում եմ հաջողություն կունենան, իհարկե կունենան։ Եվրամիության ամենաբարձրաստիճան պաշտոնյան, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը 2 օր առաջ ընդամենը հայտարարեց եւ հաստատեց, որ Հայաստանի խնդրանքին ընդառաջ Եվրամիության հիբրիդային արագ արձագանքման խումբ կուղարկվի Հայաստան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սպառնալիքներին դիմակայելու համար։ Այդ ինչ սպառնալիքներ են, որ ուժերի հետ կապված են, թե հստակ է, որ այս ամբողջ գործընթացը հակառուսական տրամադրությունների մեջ է։ Նախ իրենք արդեն վաղուց ֆինանսական հոսքերը ապահովել են Հայաստան, մի շարք դասընթացներ են տեղի ունեցել տեղական, այսպես ասած, դրսից աշխատավարձ ստացող փորձագետների ակտիվագույն մասնակցությամբ, տարբեր տիպի մեդիաներ, էջեր են բացվում, որոշակի գործունեություն են իրականացնում, այսպես ասած, փաստերի ճշգրտման ամենատարբեր հարթակներ, այնքան հետաքրքիր են դրանք։ Սովորաբար այդ փաստերի ճշգրտման հարթակները միշտ կապված են իրում Ռուսաստանի հետ, բայց երբ որ արևմտյան օրինակ ինչ-որ մեկը կեղծիք ասում, երբեք այդ փաստերի հարթակները այդպես չեն խոսում դրա մասին, իդեպ դեռ չես ես էլ հայտնվել այդ հարթակներից կեղծ ինֆորմացիա տարածող շրջանակում, հա, դա իմ համար շատ մեծ սպասիվ է իհարկե։ Վերադառնանք Կալասին, այո, խնդիրը գեոպոլիտիկ է, ընդհանրապես Հայաստանի ընտրությունները մեծ հաշվով չեն հետաքրքրում, որպես ընտրական process, այսինքն ակնհայտ ասում են մենք մասնակցել ենք ընտրություններին, մենք աջակցել ենք գործող վարչապետին ու շատ արագ մոռանում են, որ իրենց թվարկած դեմոկրատիան, մարդու իրավունքները, ինքնիշխանության թեզերը դրանք այսպես ասած բացարձակ արժեք են։ Բայց երբ որ տարիներ առաջ կամ տասնամյակներ առաջ կար այլ վիճակ Հայաստանում, անընդհատ դրա մասին են խոսում։ Մեծ քաղաքականությունը շինծու է, իրեն շահերից բխում գործող վարչապետի մնալը, որովհետև իր հետ կապված իրեն գեոպոլիտիկ բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք դեռ պետք է լուծվեն եւ մի մասը լուծվել է, թիրախնել իհարկե Ռուսաստանի Դաշնությունն է, բայց նայեք, օրակարգերը այնքան տարբեր են։ Հիմա հրապարակային Եվրամիությունը հայտարարում է, որ Ռուսաստանի դեմ այսպիսի սանկցիաներ բաներ, հետո իրիկունը զանգում են երկրորդ, երրորդ չինովնիկի մակարդակով Ռուսաստան, ասում են, չէ, գիտեք, մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորենք, բայց չեն կարող եւ այլն, հասկանու՞մ։ Այդպեսին է մեծ քաղաքականություն։ Խնդիրն է, որ մենք այդ ամեն ինչի մեջ գործիք ենք դառնալու, հետո իրանք իրար հարաբերությունը կարգավորեն, մենք մնանք շատ վատ վիճակում։ Ընդամենը 1 ամիս առաջ փաստացի Ալեն Սիմոնյանի հետ զրույցում Լավրովը շատ ուղիղ էր ասել իր դժգոհությունների, Մոսկվայի դժգոհությունների մասին, եւ փաստացի սա էլ զսպող հանգամանք չէր Երևանի համար, որ Եվրամիությունից օգնություն կամ աջակցություն չցանկանան։ Գիտեք, ես չեմ բացառում, որ կարող է ինչ-որ մի իրավիճակում ինչ-ինչ հանգամանքներ, ինչ-որ գործիքներ ազդեցության ներքո, ինչ-որ իշխանական շրջանակներն ու ես մոտավորապես դաժե պատկերացնում մասն է խոսքը, այսպես ճամբարափոխ փորձի լինել, հա, որովհետև ամեն մեկը փորձում են իրենց համար այսօր երաշխավորած հարթակներ ապահովել, որտեղ իրանք հասկանում են, որ իրավիճակը այստեղ կարա շատ ճակատագրական, շատ անկանխատեսելի լինի, ու հետո ասում են, «Не до них будет», հա, այսինքն, բայց իրանք հիմա փորձում են առանձին հարթակներում միգուցե ինչ-որ տեղեր այսպես բրոնյա անել, բայց կյանքը ցույց կտա եւ մյուս կողմից էլ գործող իշխանությունը այնքան process-ների մեջ է մտել, այնքան այսպես խոստումների տակ ստորագրել, որ իրենք անգամ Լավրովի ձեր նշած տեքստից հետո ասում են, որ հուսանք, որ Եվրամիությունը մեր այսպես անվտանգությունը կամ մեզ կպահի, հա։ Փաստացիորեն Հայաստանի մասին այստեղ խոսք չկա, կա միջազգային ուժային բևեռների, գեոպոլիտիկ կենտրոնների բախման հավանականություն Հայաստանի Հանրապետություն։ Այդ դրա մասին ենք մենք տարիներ առաջ եւ տարիներ անդադար ասում, որը եւ ցավալիորեն իրողություն է դառնում։